Ոչ բռնի հաղորդակցություն, ցանկացած հաղորդակցություն, որը կյանքը ավելի գեղեցիկ կամ հիասքանչ է դարձնում։ Ընձուղտը փորձում է գուշակել հույզերն ու կարիքները։ Միգուցե ճիշտ չգուշակի, այդուհանդերձ այդ փորձն օգտակար է։ Ձեր ոճը կնշանակի մի հնարավորություն, որպեսզի մենք միասին փորձենք հասկանալ էլ ինչ կարող ենք անել, որպեսզի բավարարենք համ իմ կարիքները, համ ձեր։ Հետ հակամարտության վերքերի բուժումը նույն քանակությամբ արվում է հասարակության ներսում, ինչքան նաև հասարակությունների միջև։ Ինչպես ստեղծել անկեղծ եւ հարգալից հարաբերություններ, որպեսզի ավելի լավ հասկանանք ինքներս մեզ եւ ուրիշներին։ Ինչպես արտահայտել սեփական զգացմունքները, կարիքներն ու խնդրանքը, որպեսզի դրանք ավելի պարզ լինեն մեր զրուցակցին, որպեսզի մենք մեր անհանգստությունն ու ուրախությունը հասկանալի լինի։ Արդյոք մենք կարող ենք խուսափել կոնֆլիկտներից, ագրեսիվ հաղորդակցումից, արդյոք հնարավոր է կառավարել էմոցիաները։ Կան հասարակություններում բռնի հաղորդակցության մշակույթը ոչ բռնի հաղորդակցության մշակույթով փոխարինելու լուծումներ։ Հարցերը շատ են։ Այսօր մենք կփորձենք քննարկել այդ հարցերը ոչ բռնի հաղորդակցության միջազգային հավաստագրված փորձագետ Սինտա դե Պոնտի հետ։ Սինտա դե Պոնտը ունի ավելի քան 20 տարվա փորձ, հատուկ փորձառություն Արևելյան Եվրոպայում եւ Կովկասում։ Վերջին 15 տարիներին աշխատել է Փաքսի Նիդերլանդների խոշորագույն խաղաղաշինական կազմակերպության հետ։ Ղեկավարել է Արևելյան Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերը։ Տիկին դե Պոնտ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շատ շնորհակալություն հրավերի համար, շատ հաճելի է հանդիպել։ Մեր զրույցի թեմայի հետ կապված հարցերի շուրջ կարծես դեղատոմս է առաջարկել ամերիկացի հոգեբան Մարշալ Ռոզենբերգը դեռ 1960-ական թվականներին, 60 տարի առաջ, բայց թեման մնում է արդիական։ Տիկին դե Պոնտ, նախքան մեր բազում հարցերին անդրադառնալը, կխնդրեինք բացատրել ինչ է ոչ բռնի հաղորդակցությունը։ Այո, նախ եւ առաջ կփորձեմ ձեր հարցին պատասխանել։ Ոչ բռնի հաղորդակցություն, ցանկացած հաղորդակցություն, որը կյանքը ավելի գեղեցիկ կամ հիասքանչ է դարձնում, դա այն բառերն են, որոնք օգտագործել է հենց Մարշալ Ռոզենբերգը։ Եվ դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում մեր մարդ լինելու հանգամանքը ամբողջությամբ առանց փորձելու որևիցե դրա բաղադրիչ ճնշել։ Ես կբերեմ մի օրինակ։ Օրինակ, ենթադրենք ես սոված եմ, եւ դուք ցանկանում եք ինձ հետ զրուցել։ Այս պարագայում ես միգուցե ցանկանալով ձեզ հաճոյանալ, կհամաձայնեմ ձեզ հետ զրուցել դրանով, իսկ ինքս իմ նկատմամբ բռնություն գործադրելով, այսինքն ինքս ինձ չխնայելով, ես համաձայնում եմ ձեզ հետ զրուցել։ Դա սեփական անձի նկատմամբ բռնություն է։ Դրա հետևանքով իհարկե արդյունքը կտուժի։ Ես միգուցե բավականաչափ ուշադիր չեմ լինի, միգուցե մրթմրթան կլինեմ, ամեն դեպքում արդյունքը կտուժի։ Եվ հետևաբար ոչ բռնի հաղորդակցությունը այն հաղորդակցությունն է, որտեղ ես հաշվի եմ առնում իմ սեփական կարիքներն ու զգացողությունները, ինչպես նաև ձերը։ Եվ հետևաբար, եթե հենց այս օրինակի վրա բացատրեմ, ես կարող եմ ձեզ ասել, այո, ես պատրաստ եմ ձեզ հետ զրուցել, բայց միևնույն ժամանակ ես սոված եմ։ Տվեք ինձ մի քանի րոպե, ես կճաշեմ, այնուհետև ձեզ հետ կզրուցեմ, հաշվի կառնեմ թե իմ կարիքները, թե ձեր կարիքները։ Եվ հետևաբար հենց ամենաառանցքային բաղադրիչը ոչ բռնի հաղորդակցության մարդկանց կարիքներն են, որովհետև հենց կարիքների հիման վրա է, որ մենք անում ենք այն ամենը, ինչ անում ենք։ Հետևաբար ոչ բռնի հաղորդակցության ամբողջ էությունն այն է, որպեսզի մենք կարողանանք մասնակից բոլորի կարիքները հաշվի առնել։ Եվ հետևաբար, երբ որ ես ասում եմ կարիքներ, շատերը կարող են մտածեն Մասլոուի բուրգի մասին։ Մտածեն տարրական կարիքներ, սնունդ, ջուր, օդ, ճանաչված լինել եւ այլն, ինչպես սահմանել է ըստ աստիճանակարգման Մասլոուն։ Իսկ Մարշալ Ռոզենբերգը ասում է, որ աստիճանակարգում չկա, հետեւաբար կարիքները բոլորն էլ հավասար են։ Միգուցե ես կարիքներից մի քանիսը այս պահին մի կողմ դնեմ, օրինակ սնունդը, ջուրը եւ այլն, եւ ավելի կարեւորություն տամ այն կարիքներին, ինչպես օրինակ խմբին պատկանելություն, շփվել, հասարակություն։ Արդյոք դուք նույն կերպ կբացատրեիք ոչ բռնի հաղորդակցությունը նաեւ երեխաներին, թե երեխաներին բացատրելիս այլ լեզու է պետք։ Երեխաների պարագայում հավանաբար պակաս վերացական բառեր կօգտագործեմ, միգուցե խաղերի միջոցով կփորձեմ նկարագրել, միգուցե կհարցնեմ, երբ որ այսինչ բանն է տեղի ունենում, ինչ ես զգում, ինչ ես ցանկանում, միգուցե հարցնեմ կցանկանաս արդյոք որ քո տեսակետը հաշվի առնենք, կցանկանաս որ քեզ հանգիստ ժամանակ տանք եւ այլն։ Սովորաբար երեխաների պարագայում մի քիչ ավելի հեշտ է լինում, որովհետեւ երեխաները դեռևս չեն մոռացել ինչպես պետք է լսել սեփական կարիքներն ու զգացողությունները, ինչպես օրինակ մենք ենք մոռացել ժամանակի եւ տարիքի ընթացքում։
Երեխաների պարագայում կարծում եմ կարելի է օգտվել Մարշալ Ռոզենբերգի առաջարկած հերոսներից՝ շնագայլն ու ընձուղտը։ Ընձուղտն ունի ամենամեծ սիրտը, եւ ընձուղտը բարձրահասակ կենդանի է, կարող է շուրջը լավ տեսնել եւ ապրումակցել։ Միևնույն ժամանակ ընձուղտը կարող է տարբեր տեսակետներ տեսնել, իսկ շնագայլը բրդոտ որսորդ կենդանի է, փորձում է լավ բաներ անել, բայց միգուցե բաներ, որոնք այդքան էլ կարևոր չեն մյուսների համար։ Եվ հետևաբար երեխաների պարագայում, երբ ինչ-որ բան ես ուզում ասել, երբ իրենց ինչ-որ բան դուր չի եկել, միգուցե նրանք բարկանան, միգուցե վատ բաներ ցանկանան ասել, եւ դա կլինի հենց շնագայլը, ով ասում է. «Էй դու, հիմար»։ Եվ նա մեզ հուշում է, որ այդ պահին միգուցե մեր որոշ կարիքներ բավարարված չեն եղել, մենք միգուցե այդ պահին լիարժեք բավարարված չենք եղել։ Հետո մտածում ենք, թե ինչ կասի ընձուղտը։ Եվ ընձուղտը կարող է ասել. «Օ, ես տեսնում եմ, որ դու գրգռված ես, միգուցե ավելի շատ հարգանքի կարիք ունես, միգուցե ավելի տեսանելի լինելու կարիք ունես»։ Պատասխանը կարող է լինել այո կամ ոչ, պարզապես ցանկանում եմ, որ այդ արարքը այլևս չարվի, որպեսզի ես շարունակեմ հանգիստ ապրել։ Եվ հետևաբար ընձուղտը փորձում է գուշակել զգացմունքները, գուշակել կարիքները, միգուցե եւ ճիշտ չգուշակի, բայց այդուհանդերձ այդ փորձը կարեւոր է։ Եթե ճիշտ եմ հասկանում, երեխան երբ ծնվում է, իր մեջ հիմնավորված է ոչ բռնի հաղորդակցությունը։ Որն է պատճառը, որ մենք այսօր տեղեկատվական այս դարաշրջանում շարունակում ենք խոսել բռնի հաղորդակցության լեզվով։ Երբ որ երեխաները ծնվում են, նրանք առհասարակ հաղորդակցությունից տեղեկացված չեն, չգիտեն ինչ է նշանակում ոչ բռնի հաղորդակցություն կամ այլ ձևերը հաղորդակցության, առհասարակ իրենք միայն գիտեն ուղղակիորեն ասել կամ փոխանցել այն, ինչ զգում են այդ պահին։ Եթե լաց է լինում երեխան, հետևաբար որոշակի կարիքներ բավարարված չեն եղել երեխայի, մենք փորձում ենք այդ կարիքները բավարարենք։ Հետո երբ որ երեխան մեծանում է, մենք սկսում ենք իրեն դաստիարակել, սովորեցնել եւ սովորեցնում ենք նաեւ բռնի հաղորդակցություն, սովորեցնում ենք, որ ինչ որ իմաստով ճիշտ չէ կամ ընդունելի չէ ցանկանալ որոշ բաներ, կամ միգուցե ընդունելի չէ արտահայտել էմոցիաները, կամ միգուցե ասում ենք, որ տղաները չպետք է լաց լինեն։ Եվ այլն եւ այլն, այդպեսով մենք նրանց հեռացնում ենք ոչ բռնի հաղորդակցությունից հենց կրթության ժամանակ։ Այսինքն հնարավոր է դիմացինին դրդել, որպեսզի նա մեզ հետ զրուցի ոչ բռնի հաղորդակցության լեզվով։ Իրականում մեզանից է կախված, եւ այո, մենք կարող ենք առանց մյուսների վրա ուշադրություն դարձնելով հենց ինքներս մեզանից սկսել շփվել ոչ բռնի ձևով, կարիք չկա մյուսներին շրջապատին այդ առումով ուշադրություն դարձնել առաջին հերթին։ Եվ հետևաբար շատ կարևոր է նաեւ, որպեսզի ինքներս մեզ չմեղադրենք, որովհետեւ այն ամենը, ինչ մենք անում ենք, լավագույն ընտրությունն է, որ այդ պահի դրությամբ մենք կարող ենք կատարենք մեր կարիքները բավարարելու կամ կարիքները չվնասելու համար։ Եվ երբեմն այդ մեթոդները կարող է այդ պահի դրությամբ ամենաարդյունավետը չլինեն կամ նույնիսկ կարող է ուրիշներին վնաս հասցնեն, բայց այդ պահի դրությամբ դա լավագույն մեթոդներն են, ճանապարհներն են, որոնք մենք գիտենք։ Եվ հետևաբար ընթացքում մենք սովորում ենք, կարող ենք հետհայաց նետել, կարող ենք ափսոսալ ինչ-որ բաներ անելու կամ չիմանալու համար, եւ այդ ամեն ինչի հետևանքով ինքներս մեզ մեղադրելու կարիք չկա։ Եվ հետևաբար եկեք ինքներս մեզ չասենք, թե ճիշտ ենք արել, թե սխալ կամ մեղադրենք, այլ ժամանակի ընթացքում հետ կնայենք, կհասկանանք որոշ բաներ, միգուցե կափսոսանք, երբ գնահատենք հետևանքները եւ միգուցե հետագայում այլ կերպ տականենք։ Հետևաբար մենք նաեւ ոչ բռնի կլինենք ինքներս մեր նկատմամբ այս սովորելու ընթացքում։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ մի տեսակի հաղորդակցությանը սովոր մարդը հայտնվում է իրավիճակում, որտեղ բոլորովին այլ հաղորդակցություն է։ Առաջանում է կոնֆլիկտ։ Պարտադիր չէ, որովհետև մենք շատ արագ եւ շատ լավ կարող ենք հարմարվել։ Մենք սոցիալական արարածներ ենք եւ մենք ապրում ենք խմբերով։ Այդ խմբերի մեջ գտնվելը մեզ համար շատ կարեւոր է եւ մենք կարող ենք շատ արագ հարմարվել, հասկանալ այդ խմբի կարգ ու կանոնը, ինչպես է դրվածքը եւ շատ արագ համապատասխանեցվել։ Եվ երբ որ մենք խոսում ենք ոչ բռնի հաղորդակցության մասին, իհարկե կարող ենք հարմարվել խմբին, բայց չպետք է մոռանանք ինքներս մեր մասին եւ պետք է հավատարիմ մնանք առաջին հերթին ինքներս մեզ։
Եվ հետևաբար, եթե ես հայտնվեմ մի խմբում, որտեղ օրինակ մեկ այլ խմբի նկատմամբ կատակներ են անում կամ ծաղրում են ես, եւ դա ինձ դուր չի գալիս, ես անպայման դրա մասին կխոսեմ, ես կբարձրացնեմ, ես կասեմ, որ դա ինձ դուր չի գալիս, ես ունեմ կարիք, որպեսզի ներառականություն լինի, որպեսզի հարգանք լինի։ Եվ հետևաբար դուք նկատում եք, որ ես ասում եմ, որ նրանք ոչ թե ինչ-որ սխալ բան են անում, այլ ես ասում եմ, որ ինձ դա դուր չի գալիս, իմ սեփական կարիքների, իմ սեփական էմոցիաների մասին։ Եվ ես կարող եմ իրենց խնդրեմ ինչ-որ բան անեն, ավելի դրական իմաստով, այսինքն անեն այն, ինչ ես ցանկանում եմ, եւ ոչ թե անեն այն, ինչ ես չեմ ցանկանում։ Եվ երբ որ ասում ես մի արա եւ դրան հակառակն ասում ես արա, իրականում այդ ուղեղը ընդունում է դրական, այսինքն ժխտումը այդքան հեշտ չի ընդունում մեր ուղեղը։ Հետևաբար ես ոչ թե կասեմ այսինչ բանը մի արեք, այլ կասեմ այսինչ բանը արեք։ Երևի գիտեք օրինակը, եւ թե ես ձեզ խնդրեմ չմտածել վարդագույն փղի մասին, ինչ տեղի կունենա։ Ես կտեսնեմ վարդագույն փիղը ամենտեղ։ Եվ նույնն էլ իհարկե վերաբերում է ոչ բռնի հաղորդակցությանը։ Օրինակ, եթե անում են ինչ-որ կատակներ, որը ինձ դուր չի գալիս, ես ոչ թե կասեմ այդ կատակը մի արեք, այլ կասեմ կարող եք խնդրում եմ ինձ բացատրել, թե ինչու եք այդ կատակը անում։ Որովհետև ես ենթադրում եմ, որ դրանով իրենք էլ փորձում են իրենց կարևոր կարիքները բավարարել։ Ես նրանց հարց եմ տալիս դրանով, իսկ նրանց հրավիրում եմ կապ հաստատել ինձ հետ եւ կիսվել ինձ հետ այն մասին, թե ինչ է իրենց հետ կատարվում։ Ոչ բռնի հաղորդակցությունը հիմնված է 4 հիմնական տարրերի՝ դիտարկման, զգացմունքների, կարիքների եւ խնդրանքի պարզ եւ հասկանալի արտահայտման վրա։ Որ փուլն է ավելի դժվար։ Չեմ կարող ասել, թե մեկը կոնկրետ ավելի դժվար է, բայց ինչպես Մարշալ Ռոզենբերգն է ասել, բոլորն էլ պարզ են, բայց հեշտ չեն։ Եվ խոսքը գնում է դիտարկման մասին, շատ հեշտ է այնտեղ խառնել մեր սեփական դատողությունները, մեկնաբանություններն ու տեսակետները։ Փոխանակ պարզապես բացատրենք ինչ ենք տեսնում, զգում, լսում եւ այլն։ Եվ մյուսը զգայական մակարդակը, զգայական տարրը, դա մեր ներսում է գտնվում, դա մեր հետ մեր ներսում է կատարվում, բայց նույնիսկ արտահայտվում է մեր արդեն ֆիզիկական մակարդակի վրա, բայց շատ հեշտ է դա շփոթել մտքերի հետ։ Օրինակ, ինչ-որ մեկը գնաց, կարող է ես հեշտությամբ դա դատողությամբ ասեմ, ինչ-որ մեկը լքեց։ Եվ ինքս իմ հետ կարող եմ ստուգել, հասկանալ, երբ որ ես ինքս ինձ այդ պատմությունը պատմում եմ, ինչ եմ զգում։ Միայնակ եմ զգում, տխուր եմ զգում։ Մյուսը կարիքների տարրը։ Իհարկե, դա մեր վարքագծի խթանն է, կարիքներից ելնելով ենք մենք անում ինչ որ անում ենք, բայց հեշտ է դա շփոթել մեր ամենասիրելի ռազմավարության հետ։ Օրինակ, եթե ես ցանկանում եմ հանգստանալ կամ ինձ հարմարավետ զգալ, միգուցե թեյ եմ խմում։ Եվ այդ կարիքը ունենալուն պես ես կարող եմ սկսեմ թեյ խմել, բայց իմ կարիքը ոչ թե թեյ խմելն է, այլ փաստացի հանգստանալն է։ Եվ հետևաբար կարիքները նաև վերացական են, բայց միևնույն ժամանակ դրանք համընդհանուր են։ Նույնն են բոլորի համար եւ կարիքների միջոցով կարող ենք հեշտությամբ միմյանց հասկանալ եւ միմյանց հետ կապ հաստատել։ Եվ ամեն մի կարիքի համար կա ռազմավարություն այդ կարիքը բավարարելու համար։ Օրինակ, ցանկանում եմ հանգստանալ, թեյ եմ խմում, չկա թեյ, միգուցե նստեմ աթոռին հարմարավետ եւ այդպես հանգստանալ։ Եվ չորրորդ բաղադրիչը դա խնդրանքն է։ Խնդրում եմ ինչ-որ բան, որը կնպաստի իմ բարօրությանը։ Եվ ոչ բռնի հաղորդակցության պարագայում, եթե ձեզ ինչ-որ բան եմ խնդրում, ես ցանկանում եմ, որ դուք ասեք այո, միայն այն դեպքում, եթե սրտանց կարող եք դա անել։ Ես չեմ ցանկանա, որ դուք ասեք այո, պարզապես որովհետև կարծում եք, թե ես կարևոր մարդ եմ, հետևաբար պետք է ասել այո, դա կօգնի ձեր կարիերային կամ ինչ-որ մեկ այլ բան։ Իսկ եթե ասեք ոչ, միգուցե որովհետև հոգնած եք կամ պարզապես չեք ցանկանում։ Եվ ոչ բռնի հաղորդակցության պարագայում ձեր ոչը կնշանակի մի հնարավորություն, որպեսզի մենք միասին փորձենք հասկանալ էլ ինչ կարող ենք անել, որպեսզի բավարարենք համ իմ կարիքները, համ ձեր։ Բայց այդ ոչ ասելն էլ պետք է սովորել։ Եվ հետևաբար, երբ որ դու ասում ես ոչ, դու պետք է դա ասես այնպես, որպեսզի ունենաս ապրոմակցության քո սեփական կարիքների եւ զգացողությունների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ կարողանաս այդ ոչը ասես ազնիվ ձևով։ Ոչ բռնի հաղորդակցության պարագայում ոչը պարտադիր չէ, որ մեկ բառ լինի, կարող է երկար նախադասություն լինի։ Օրինակ, հետ կանք մեր ամենասկզբից ասված օրինակին, որը վերաբերվում էր, որ եթե դուք խնդրեք, որ ես ձեզ հետ նստեմ, զրուցեմ, իսկ ես սոված եմ, ես ինչ կասեմ։ Ես ոչ թե կասեմ ոչ, այլ կասեմ ես ցանկանում եմ ձեզ հետ զրուցել, բայց միևնույն ժամանակ ես սոված եմ։ Կցանկանայի սկզբում հաց ուտել, որպեսզի արդեն իմ էներգիան հավաքեմ եւ կարողանամ զրուցել ձեզ հետ։
Դեմ չեք լինի, եթե 15 րոպեից խոսենք, ես էլ կհասցնեմ հաց ուտել։ Եվ նկատում եք, դա արդեն խնդրանք է։ Միգուցե 15 րոպեից ձեզ հարմար չի, այդ պարագայում կփորձենք հասկանալ ինչպես անենք, որ համ ձեզ հարմար լինի, համ ինձ։ Եվ հետևաբար ոչը, ոչ բռնի հաղորդակցության ժամանակ մի քիչ ավելի երկար է, քան մեկ բառը։ Եվ դա թույլ է տալիս ուպսի ավելի ազնիվ շփվենք եւ ավելի լավ արդյունքների հասնենք։ Ոչ բռնի հաղորդակցության մեթոդը արդյունավետ է ոչ միայն անհատական մակարդակում, այլև հասարակական։ Մենք գիտենք, որ հասարակությունները տարբեր են, կախված տարբեր գործոններից։ Արդյոք կիրառելի է այս մեթոդը բոլոր հասարակություններում։ Այո, համաձայն եմ, բոլոր հասարակությունները տարբեր են, բայց միևնույն ժամանակ ամբողջ աշխարհում մարդարարածը ունի նույն կարիքներն ու զգացողությունները եւ հետեւաբար ոչ բռնի հաղորդակցությունը կարելի է կիրառել ամենուրեք։ Տարբեր համատեքստերում տարբեր կերպ այն կարտահայտվի։ Օրինակ Հայաստանում կարող է դժվար լինել ասել ոչ բարեկամին, ընկերոջը կամ ղեկավարին։ Հետևաբար պետք է որդեգրել ամբողջ փաթեթը, ոչ թե ասում եմ ոչ ձեր խնդրանքին, այլ ասում եմ, որ այս ձևով անելուն պատրաստ չեմ, հանուն ավելի լավ արդյունքի հասնելու։ Եթե ես ցանկանում եմ ասել, ասում եմ այո, դրանով ոչ ինձ է լավ, ոչ մյուսին։ Օրինակ կարող եք խնդրեք ինձ ինչ-որ բան անել, ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ բան ձեզ համար բերել։ Մենք էլ ընկերներ ենք, ոչ ասել եք ազդի մեր ընկերության վրա։ Ես էլ այս պահին հոգնած եմ։ Միգուցե ի սկզբանե ասեմ բնաստաբար այո, ինքս իմ հաշվին։ Բայց հետո կփոշմանեմ։ Վերջում ինչ-որ մի դառը համ կմնա բերանումս, ինչ-որ բան մեր միջև կմնա։ Հետևաբար ավելի ճիշտ է ազնիվ գտնվել, ասել, որ ես կցանկանայի սա անել ձեզ համար, բայց այս պահին այնքան հոգնած եմ, որ չեմ կարողանում։ Ավելի ուշ միգուցե դուրս գամ եւ ինձ համար ոչ մի դժվարություն չլինի, նաեւ հետս բերեմ այն, ինչ դուք խնդրել եք։ Ես կարող եմ առաջարկեմ հենց դա ձեզ, կարելի է ավելի ուշ բերեմ, միգուցե համաձայնեք։ Եվ հետեւաբար, երբ որ ես ասում եմ ոչ, դրանով ես պետք է վստահ լինեմ, որ դուք տեսնեք, հասկանաք, որ ես իրականում մտահոգված եմ, ցանկանում եմ, որ ձեր կարիքները նույնպես բավարարված լինեն։ Եվ հետեւաբար, շատ կարեւոր է, որ երբ որ ես ինքս իմ մասին եմ հոգ տանում, դա չընկալվի որպես էգոիզմ։ Ես վերապատրաստող եմ, ես շատ հեշտ դա տեսնում եմ, երբ որ ես հանգստացած չեմ, երբ որ իմ ուժերը չեմ հավաքել եւ գնում եմ փորձում ինչ-որ վերապատրաստում անցկացնել, մասնակիցներն են տուժում։ Տարբեր մասնագիտությունների պարագայում նույնը ճիշտ է։ Հետևաբար, երբ որ ինքս իմ մասին հոգ եմ տանում, դրանով իսկ օգնում եմ մյուսներին։ Ընկերներին ոչ ասելը ավելի հեշտ է, քան ավակներին ասելը, մինչդեռ մեր հասարակությունում շատ կարևորվում է ավակներին հարգելը։ Ինչպես ներդաշնակեցնել այս երկու մոտեցումները։ Ես ձեզ հասկանում եմ, կարող են լինել ավակներ աշխատավայրում աստիճանակարգի հետ կապված կամ տարիքային առումով ավակներ, եւ իրականում հեշտ չէ, ես համաձայն եմ ձեզ հետ, բայց այդ ժամանակ նույնպես դուք պետք է մտածեք ինքներդ ձեզ, եթե ասում եք այո, ձեր որ կարիքներն եք բավարարում, որ կարիքներն եք անտեսում, եթե ասում եք ոչ, որ կարիքներն եք բավարարում, որ կարիքներն եք անտեսում։ Եվ դրա հիման վրա էլ որոշում ենք կայացնում, կրկին հենվելով մեր իսկ սեփական կարիքների վրա։ Կարող ենք նաև ասել ոչ այնպես, որ չհնչի ինչպես ոչ։ Դուք իմ ղեկավարն եք, գալիս ասում եք, որ այս հանձնարարությունն եմ ցանկանում, որ անես հենց հիմա։ Ես կասեմ այո, ես պատրաստ եմ դա անել, բայց թույլ տվեք տեղեկացնեմ։ Ես կասեմ, որ գիտեք, երեք դուք ինձ եւս երկու հանձնարարություն եք տվել։ Մեկը կիսատարված է, արդեն մյուսը դեռ չեմ սկսել։ Հիմա եթե սա անեմ, առաջին երկրորդը կիսատ կմնան։ Ինչպես եք ցանկանում, որ ես վարվեմ։ Թող ղեկավարը կայացնի որոշում, ես էլ հստակեցնում եմ, որ միանգամից 3 հանձնարարություն կատարել չեմ կարողանա։ Որակը աշխատանքի կտուժի, ես կտուժեմ, ղեկավարն էլ կտուժի։ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ դուք աջակցում եք տարածաշրջանի երիտասարդներին, որպեսզի նրանք յուրացնեն ոչ բռնի հաղորդակցության մեթոդի սկզբունքներն ու ընդհանրապես մեթոդը։ Ինչ ծավալի աշխատանք պետք է կատարվի, որպեսզի արդյունքները լինեն բավականին մեծ, ինչպես մեր հասարակության ներսում, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։ What to do to have big results?
Ինձ համար ոչ բռնի հաղորդակցությունը այս սովորելու եւ կիրառելու գործընթացը ոչ միայն արդյունքներով է կարևորվում, այլ նաեւ գործընթացով է կարևորվում եւ ասում են նպատակը արդարացնում է միջոցները։ Եթե մենք կիրառենք ոչ բռնի հաղորդակցությունը ոչ ամբողջությամբ, դա չի աշխատի, որովհետեւ եթե դրան հասնելու ճանապարհը բռնի էր, արդեն նպատակը արդյունքը արդարացված չի լինի, որովհետեւ բռնությունը ծնում է բռնություն։ Եվ հետևաբար ոչ բռնի հաղորդակցություն տարածելով մենք դա ոչ ոքի վրա չենք պարտադրելու, որովհետև հիմքում սրա ընկած է բաց հետաքրքրասիրությունը, հաճույքով դա անելը, որովհետև ցանկանում ենք սովորել, զարգանալ, նպաստել։ Ինչ եմ ես անում, կիսվում եմ ոչ բռնի հաղորդակցության մեթոդներով, հուշումներով, առ այն թե ինչպես իրենք կարող են հետագայում մյուսների հետ կիսվել։ Եվ ես հուսով եմ, որ այդտեղից այն կաճի, որովհետև տեսնում թե ինչ է արդեն տեղի ունենում, մարդիկ ովքեր հաճախել են արդեն ին վերապատրաստումներ, տեսնում եմ արդյունքները, այս նոր մոտեցման նկատմամբ կա ցանկություն սովորել, երբեմն սովորական չէ կամ անսովոր է, բայց փորձի եւ ժամանակի ընթացքում ունի մեջ են գնում։ Երբ որ մտածում ես կամ խոսում ես այս 4 քայլերով, միգուցե տարօրինակ թվա, միջև կհասնեք ավելի վարժ ոչ բռնի հաղորդակցության մակարդակի։ Սա շատ նման է, երբ որ սովորում ես նոր լեզու, սկզբում մտածում ես քերականության, բառապաշարի մասին, տարօրինակ նախադասություններ ես ասում, բայց ժամանակի ընթացքում հունի մեջ ես ընկնում։ Եվ ժամանակի ընթացքում ավելի վարժ ենք դառնում, ավելի հեշտանում է բարդ նախադասություններ կազմելը։ Ոչ բռնի հաղորդակցությունը ավելի դանդաղ process է, բայց մենք ապրում ենք սոցիալական հարթակների դարաշրջանում, երբ որ գործում է այսպես ասած արագ արձագանքման մեթոդը։ Ուզում ենք շատ արագ պատասխանել նամակներին, մեսենջերին եկած հաղորդակցություններին։ Ինչպես այս երկուսը կիրառել։ So non-violent communication is Ոչ բռնի հաղորդակցությունը պահանջում է ժամանակային ներդրում ամենասկզբում։ Սկզբից պետք է ժամանակ ներդնես, որոշումներ կայացնես եւ այլն։ Միգուցե սկզբում ժամանակ ես ներդրում, հետո ժամանակ ես խնայում կոնֆլիկտներ լուծելու կամ քննարկումների վրա։ Հետևաբար ես չէի ասի, թե ոչ բռնի հաղորդակցությունը դանդաղ է, ուղղակի ի սկզբանե պետք է դրան ժամանակ տրամադրել։ Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ որ կան սոցիալական ցանցեր, ամեն ինչ շատ արագ է եւ եթե մենք ցանկանում ենք կիրառել ոչ բռնի հաղորդակցություն, միևնույն է կարող ենք օգտվել սոցցանցերից։ Բայց ոչ միայն սոցիալական ցանցերով, այլ առհասարակ ցանկացած շփումներում շատ օգտակար կլինի մի քիչ ժամանակ դրան տրամադրել։ Եվ որովհետև հենց այդ ժամանակը, երբ որ ինչ-որ բան պատահում է եւ դուք արձագանքում եք դրան միջև ընկած այդ ժամանակահատվածը, այդ միջանկյալ ժամանակահատվածը այն ժամանակահատվածն է, երբ որ դուք ունեք ընտրություն կատարելու ազատություն։ Ես ընտրության իրավունք եմ ստանում, որպեսզի կամ ընտրեմ եւ կապ հաստատեմ իմ զգացողությունների, իմ կարիքների, իմ մարմնի, ինձ հետ կատարվողի հետ, իմ մտադրությունները ստուգել, ինչու եմ ցանկանում արձագանքել, ինչ եմ ցանկանում դրանով, ինչի եմ ցանկանում դրանով հասնել, ինչն է դրդում ինձ արձագանքել եւ ինքնակապվածությունից էլ հենց կարող է բխել իմ արձագանքը։ Օրինակ կարող եմ ես արձագանքել, որովհետեւ ընկալում եմ որպես ինքնապաշտպանական բնածդ։ Yes, so in extreme situations, yes, we react for self-defense. Ծայրահեղ դեպքում այո ինքնապաշտպանության կարիք ունենք։ Մեր մարմինը դա անում է ավտոմատ կերպով։ Բայց դա ավելի շատ վերաբերում է ֆիզիկական սպառնալիքների իրավիճակին։ Բայց մեր ուղեղը մոտավորապես նույն ձև է արձագանքում, երբ որ մեր վրա հարձակվում են բառերով։ Կամ եթե մենք այդպես ենք կարծում, որովհետև ոչ բռնի հաղորդակցության ժամանակ մենք փորձում ենք նախ դիտարկում կատարել։ Հետո ոչ թե պետք է ասենք, որ նրանք մեր վրա հարձակվեցին, այլ ասենք նա ասաց այս բառերը։ Եվ հետո շատ օգտակար կլինի շունչ քաշել, Taking a breath. գիտակցել թե ինչ է մարմնի հետ կատարվում, որովհետև մարմինը արդեն կարող է հարձակողական ռեժիմի մեջ լինել։ And if I become aware of that, Եվ եթե ես դա գիտակցում եմ, ես կարող եմ շունչ քաշել, հասկանալ, որ գրգռված եմ, հասկանալ, որ բարկացած եմ այդ ինչ բանը լսելուց կամ կարդալուց։ after reading this, and when I notice Եվ այդպիսի էմոցիաներն են, որ ինձ հուշում են, որ կան կարիքներ այս պահին, որոնք բավարարված չեն։ Հետևաբար եւս մի երկու շունչ կքաշեմ, կփորձեմ հասկանալ, թե որ կարիքները։ Եվ նոր արձագանքել։ if we are
almost driven Եվ մենք over գիտենք, by որ մեր the ուղեղի համար or գրեթե if տարբերություն someone չկա, մենք says ավտովթարի ենք something to us, ենթարկվում, թե ինչ որ մեկը ինչ որ մի բան է ասել, we որը մենք interpret this մեկնաբանում as a ենք risk of, որպես like, ռիսկ։ falling out of the group, for example. Գրեթե Our brain նույն processes ինտենսիվությամբ է things դա in almost the վերամշակում same ուղեղը։ intensity, Բայց դա նույնը and չէ։ they're not. Իսկ եթե հարձակումը ատելության խոսքն է, ինչպես պաշտպանվել ատելության խոսքից այս սկզբունքները կիրառելով, բայց չդառնալով զոհ։ I really value this. Զոհ չդառնալ կարևոր։ Becoming a victim. It is really important Կարևոր է to միշտ էլ ձեր սեփական գործողությունների հեղինակը մնաք։ So, in non-violent Ոչ բռնի հաղորդակցության տրամաբանության մեջ այն ինչ ձեր շուրջ տեղի է ունենում կամ դեպի ձեզ գալիս է, միշտ չէ որ կարող եք դրանց վրա ազդեցություն ունենալ։ is not something you can influence. Երբեմն բաները պարզապես տեղի են ունենում, բայց դուք ունեք ազդեցություն այն բանի վրա, թե ինչպես դուք կարձագանքեք։ That's where Ահա թե ինչու դուք ունեք ընտրության ազատություն, ահա թե ինչու դուք կարող եք ոչ թե լինել դրա զոհը, այլ ձեր իսկ գործողությունների հեղինակը։ So if Եթե there is խոսքը գնում է ատելության խոսքի մասին, այն վերաբերում է ձեզ, հասել է ձեզ, then նախ առաջի քայլով step would be դիտեք, դիտարկեք, ինչ եք տեսնում։ what do I see here or here? Հետո ժամանակ տրամադրեք, And then ապրումակցեք really take ինքներդ time ձեզ, for self-empathy. To հասկացեք, թե connect ինչպես է with արձագանքում how ձեր my body is մարմինը դրան, reacting, how ինչ եք am I- դուք what am I զգում, feeling. ինչ մտքեր ունեք, իսկ մտքերը շատ են, շատերը հենց շնագայլի մտքերը Most կարող of են them լինել, would be like փորձել this կծել, jack- հարձակվել, kind of thoughts. And եւ judgments about դատողություն the մյուսների other. նկատմամբ։ That's useful. That Եվ այդ ամեն ինչը signals շատ me that օգտակար է, դա something is ազդակ է, որ ես really բարկացած եմ, intense. ցանկանում եմ ինքս ինձ պաշտպանել, ունեմ կարիքներ, որոնց համար ցանկանում եմ պայքարել։ Միգուցե ունեք կարիք, որ ձեզ հարգեն, այնպեսին ինչպեսին դուք կաք, միգուցե որովհետև կին եք։ Շան կարող է խորը հարցեր լինեն, կարևորություն ունենան։ Եվ եթե ես դա գիտակցում եմ, ես կարող եմ ինքս ինձ մտածել, միգուցե սա չափազանց ծանր է, միգուցե ես ավելի շատ աջակցության կարիք ունեմ ինքս ինձ։ Միգուցե զանգահարեմ ընկերոջս։ Միգուցե խնդրեմ ընկերոջս աջակցել կամ ապրումակցել։ Եվ դա այն չի, որ ընկերոջը զանգես, ընկերն ասի, «Օ, այս ինչ ահավոր մարդիկ են, այս ինչ են գրել», որովհետև հետ կընկնենք դատողության եւ բռնության ցիկլի մեջ։ Ու ես կցանկանամ, որ ընկերս ասի, «Օ, սա քեզ վիրավորել է»։ Ինչպես ես զգում, ինչպես ես տանում։ Իրավիճակում տրված ինչի կարիք ունես։ Կան մարդիկ, ովքեր ձեզ աջակցում են, սիրում են ձեզ, այնպեսին ինչպեսին դուք կաք։ Արդյունքում ես ուժերս վերագտա։ Ես հիմա արդեն կարող եմ ընտրել եւ որոշել ինչ անեմ այդ ատելության խոսքի հետ։ Հակառակ դեպքում, եթե անմիջապես արձագանքեք, կարող է ել ավելի լարվի իրավիճակը։ Դա ոչ ինձ կնպաստի։ Եվ հետևաբար սա կարևոր է այս պահը, որպեսզի ես գիտակցեմ, ես հասկանամ իմ կարիքները, միգուցե աջակցություն ստանամ, հասկանամ կարիքները, հասկանամ ինչպես կարող եմ պաշտպանել այդ կարիքները։ Միգուցե ավելի երկար տեքստ գրեմ, գրեմ իմ կարիքների մասին, որոնք բավարարված չեն, կամ փորձեմ կռահել, թե ատելության խոսք ասած կամ գրած մարդկանց կարիքները որոնք են, իրենք էլ ունեն կարիքներ։ Միգուցե իմ սեփական կարիքները պաշտպանելու համար ես պետք է կապերս խզեմ միգուցե։ Դրա համար ես կարող եմ կապերս խզել մեկի հետ, ով անդադ խոսում է մեղադրանքներից, ենթադրություններից եւ չվստահելուց եւ այլնի մասին եւ հետեւաբար ես կարող եմ հասկանամ, որ այս ամեն ինչը չափազանց շատ է, ես այլևս տանել չեմ կարող, որովհետեւ ինքս իմ կարիքները պաշտպանեմ, միգուցե կարիք ունեմ կապերս խզեմ։ Սա մենք անվանում ենք պաշտպանողական ուժի կիրառում։ Սա անում եմ ոչ թե ինչ-որ մեկին վնասելու կամ պատժելու համար, այլ ինքս ինձ պաշտպանելու համար։ Մենք տեսնում ենք, թե ինչքան դժվար է պահպանել այս սկզբունքները խաղաղ իրավիճակներում։ Իսկ ինչպես պահպանել ոչ բռնի հաղորդակցության սկզբունքները պատերազմական իրավիճակներում եւ ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ նկատի ունեմ, այլև հիբրիդային տեղեկատվական պատերազմների ժամանակ։ Այո, խաղաղության ժամանակ էլ է դժվար, պատերազմի ժամանակ էլ է դժվար, բայց բոլոր պարագաներում էլ օգտակար է սա կիրառել։ Ես կարող եմ օրինակ բերել Ուկրաինայից։ Ուկրաինայում իմ վերապատրաստումներին մասնակցած մի անձ պատերազմի դաշտում դարձավ հրամանատար։
Եվ նա իր զորքի հետ կնստեր, քարտերի վրա կգրեր կարիքները, կքննարկեր հասկանալու համար թե ինչ կարիքներ են բավարարում, որ կարիքների համար ենք այսօր մենք այստեղ գտնվում եւ անում այն ինչ անում ենք։ our motivation for being here and doing what we are doing. Եվ սա նրանց օգնում է ավելի պարզ տեսնել իրավիճակը, իրենց գործառույթները եւ ատելությունից դրդված And to չգործել։ not fall into acting out of hatred, but acting out of a need for protection. And this in turn Եվ սա նրանց հնարավորություն է տալիս տուն վերադառնալ, եթե իրենք աշխատում են, գործում են հիմնվելով իրենց կարիքների եւ արժեհամակարգի վրա, տուն վերադառնալ առանց հետտրավմատիկ սինդրոմի։ Եվ հետևաբար, եթե մենք խոսում ենք ոչ բռնի հաղորդակցության մասին հակամարտությունների ժամանակ, զինծառայող, ով պատերազմի դաշտում է, կռվում է, սպանում է մարդկանց, բայց միևնույն ժամանակ կարող է կիրառել ոչ բռնի հաղորդակցություն, կարող է հիշել իր կարիքների, մտադրությունների մասին։ Գիտակցելով, որ այն ինչ անում ես ոչ միայն քո կարիքները բավարարելու համար, այլ նաև շատ ուրիշների կարիքների բավարարելու համար, ովքեր հույսը քո վրա են դրել։ Եվ հասկանալով, գիտակցելով, որ մարդկանց սպանում ես ոչ թե հաճույքի համար, եւ մարդկանց սպանելով դու նրանց կարիքները չես բավարարում, բայց այս ժամանակ դու ուղղակի ընտրության տարբերակ հնարավորություն չունես։ Եթե այդ պարագայում քո ընտրությունը հետեւյալն է՝ պաշտպանել ինքդ քեզ, պաշտպանել քո կարիքները, պաշտպանել քո սեփական կյանքն ու անվտանգությունը, եւ այդ ժամանակ ուրիշ ավելի լավ տարբերակ հնարավորություն չկա, քան սպանել նրանց, ովքեր եկել են քեզ սպանելու։ Դա ծայրահեղ իրավիճակներում ուժի կիրառում է պաշտպանական նպատակով։ Եվ ինչպես արդեն ասվեց, նպատակը չի արդարացնում միջոցները։ Եվ երբ որ դու ուժ ես կիրառում պաշտպանության համար, դու այո, բռնություն ես գործադրում, բայց ոչ ավել, քան անհրաժեշտ է։ Եվ շատ կարևոր է դա գիտակցել։ Եվ եթե դու այսօր չես տեսնում այլ ձև քո կարիքները բավարարելու, դա դեռ չի նշանակում, որ այլ ձև գոյություն չունի։ Եվ հետևաբար այլ ձևեր կան։ Ես այս պահին դրանք չեմ տեսնում, բայց շարունակում եմ դրանք փնտրել։ Եթե խոսում ենք Հայաստանի համատեքստից, հակամարտության իրավիճակում ոչ բռնի հաղորդակցություն կիրառելու փորձի հետ կապված, մենք կարող ենք դրան անդրադառնալ բոլոր 4 քայլերով, երբ որ մենք խոսում ենք դիտարկման մասին, մենք կարող ենք իրավիճակը տեսնել չեզոք առանց կողմնակի մտքերի։ Եվ հենց փաստացի իրականության վրա հենվենք մեր պլանավորման, մեր գործողությունների համար։ Իհարկե կարող ենք ցանկանալ, որ այլ կերպ լինի։ Կարող ենք ընդունել, որ այս պահին այնպես չի, ինչպես կցանկանայինք, որ լինի։ Կարող ենք տխրել։ Եվ այո, վիշտը նույնպես կարևորագույն կարիք է։ Եթե մի բան այնպես է, ինչպես մենք չէինք ցանկանում, որ այն լինի, մենք այո, կարող ենք տխրել, կարող ենք վշտալ։ Եվ երբ որ մտածում ենք զգացմունքների մասին, այո, ինչ տեղի է ունենում, ինչ այս պահին կա, ինչ տեսակետ կա, ամեն ինչ կարող ենք դիտարկել։ Դա շատ կարևոր գործողություն է, աշխատանք է։ Կարողանալ տեսնել տխրությունը, տեսնել ցավը եւ եթե կա կարիք, վշտալ կորուստների համար։ Տարբեր կորուստներ։ Մեկը բարեկամ է կորցնում, մյուսը տուն է կորցնում, որտեղ ընտանիքը սերունդներ շարունակ ապրել է։ Մյուսն էլ իր նախկին կյանքն է կորցրել, կյանքն է փոխվել։ Եվ բոլոր այս կորուստները նախ գոյության իրավունք ունեն, երկրորդն էլ ընդունելու, ճանաչելու, տեսնելու իրավունք ունեն։ Եվ իհարկե դրա համար հասարակությունը գործ ունի անելու, ստեղծի տարածք, հնարավորություն, միգուցե փոքր խմբակներ այդ ամեն ինչը քննարկելու համար, եւ մենք չենք իհարկե համեմատում, թե ում կորուստն էր ավելի շատ։ Մենք չենք համեմատում կորցրած տուն, կորցրած կյանք, կորցրած երազներ, բոլորն էլ կորուստ են։ Բոլորն էլ իրենց տեղը ունեն։ Եվ հետևաբար այսպիսի կորուստների, այսպիսի կարիքների հետ կապված կարող են կարիք տեսնել, վշտալ եւ ընդունել այդ կորուստները։ Կան իհարկե այլ կարիքներ, նույնպես երազներ, հույսեր, ինչ-որ խմբի տեղի պատկանելու կարիք եւ այլ կարիքներ, որոնք կարող են տարբեր ձևերով արտահայտված լինել։ Եվ այդ կարիքներից հենց ելնելով կարող ես ռազմավարություն մշակել, գործողությունների պլան, ինչպես կազմակերպեմ, ինչ անեմ։ Այս ամեն ինչում դու կախված չես ուրիշի գործողություններից։ Իհարկե լավ կլինի, եթե ադրբեջանցիները այս կամ այն բանը անեն, կամ միջազգային հանրությունը այս կամ այն բանը անեն։ Իհարկե դրանց մասին կարող ենք երազել, ցանկանալ,
Կարող ենք ճանաչել, գիտակցել, թե դրանք մեր որ կարիքները կբավարարեին։ Կարող ենք ռազմավարություն ունենալ, լոբիստական աշխատանք անել, արշավներ անել այդ ուղղությամբ։ Եվ միևնույն ժամանակ պետք է տեսնել իրականությունը, տեսնել այն իրավիճակը, որը այսօր այս պահին է։ Կարելի է հասկանալ, թե ինչպես վարվել, ինչ կարիքներ են, ինչ զգացողություններ կան։ So without anybody else giving us any of those things that we would want to have. And that is where we stop becoming victims. Եվ այդտեղ է, որտեղ մենք կարող ենք խուսափել իրավիճակի զոհ դառնալուց, լինել տերը մեր իրավիճակի, մեր ընտրությունների, մեր տարբերակների, մեր կարիքների։ Best meet our needs. Դա հզոր բան կարող է լինել։ Այդպիսի իրավիճակում ավելի դժվար է մարդկանց մի սեղանի մոտ նստեցնելը, թե խոսեցնելը։ Նման խնդիր չեմ ունեցել, դժվարանում եմ պատասխանել, խոսեցնել, ասելու միգուցե մտածում եմ կարող է հարկադրանք լինի ենթատեքստում։ Իրականում բոլորն էլ տեսանելի լինելու կամ լսված լինելու կարիք ունեն եւ հաճախ հասարակության մեջ այդ կարիքը բավարարված չի լինում։ And it doesn't need many people to come together, but if people come together. Եվ այդ կապակցությամբ իրականում կարիք չկա, որ շատ մարդ մեկ սեղան շուրջ հավաքվի, որքան որ կհավաքվեն, եթե խոսեն, եթե զգան, որ ապահով վայրում են, ապահով միջավայրում են, եթե զգան, որ իրենց պատմածը հետո մյուսների պատմածի հետ չի համեմատվի կամ դատողությունների առիթ չի դառնա, ես կարծում եմ, որ խնդիր չկա, մարդիկ կխոսեն։ Ոմանք էլ կարող է որոշեն իրենց մտքերով չկիսվել, դա նույնպես ընդունելի է, մենք պետք է դա նույնպես հարգենք։ So we respect the boundaries that people have themselves. So maybe it is more difficult to gather people. Միգուցե ինչ-որ դժվարություններ լինեն, ես տեղյակ չեմ, միգուցե դրանց մաս չեմ կազմել, ես ավելի վաղ խոսակցություններից հասկացել եմ, որ կարող է հսկայական կարիք լինել այդ խնդիրների մասին խոսել։ Եվ հետևաբար կարող է փոքր խոսակցությունից աճել, մեծանալ, պարտադիր չէ, որ միանգամից ազգովի ինչ-որ հարց քննարկեն, կարևորը հասկանալ, թե ով ենք մենք, որտեղ ենք մենք, որ իրավիճակն է մեր ելակետայինը։ Options you have and starting from there. Երբեմն միգուցե կարիք կա մարդկանց բացատրել, երբեմն մարդիկ պետք է որոշակի հոգեբանական բարիերներ հաղթահարեն, միգուցե հետսովետական մտածելակերպից մնացած լինի, որ ամեն բան պետք է ցույց տանք արտաքին աշխարհին որպես գեղեցիկ, որպես լավ, եթե ինչ-որ բան ուրախ եւ գեղեցիկ չէ, միգուցե այն ընդհանրապես գոյություն չունի, բայց այդ ամենը իրականում գոյություն ունի, մենք դա պետք է ճանաչենք։ Հնարավոր է երկխոսություն մի հասարակության հետ, որտեղ արկա է թշնամու կերպար հասկացությունը։ So yes, obviously it is possible. Իհարկե հնարավոր է։ Այդ թշնամու պատկերը պետք է իհարկե գիտակցել, որտեղից է գալիս, հասկանալ, աշխատել միասին, հասկանալ, որ մյուս կողմում նույնպես մարդիկ են, մարդիկ ունեն իրենց զգացմունքները, ունեն հույսեր, ունեն երազներ, ունեն կարիքներ, եւ երբ որ այդ գործընթացը երկխոսության սկսվում է, իհարկե մարդիկ սկսում են գիտակցել, օրինակ կարող են բերել վերջին խումբը երիտասարդների, որտեղ եւ հայեր են եւ ադրբեջանցիներ, որը ես էի վարում այդ խմբի աշխատանքները, իրենք վերջում ասացին, որ հավանաբար սա ամենաանվտանգ միջավայրն էր, որտեղ իրենց ապահով էին զգում։ At the end said that this was the safest space they had ever been in. Եվ երբ որ անձամբ հանդիպում են, երբ որ կարողանում ես նրանց այդ դեմ առ դեմ զրուցել, փորձել ընդհանրականից իջնել անհատական մակարդակի, հասկանալ անհատի պատմությունը, անհատի կարիքները, ավելի հեշտ է դառնում մարդկային մակարդակով իրար հասկանալ ընդհանրությունները, որոնք գոյություն ունեն, ընդհանուր ցավերը, որոնք գոյություն ունեն, եւ ոչ թե նաեւ հասկանալ բնականաբար անհատի հույսերը, անհատի դժվարությունները, անհատի ապագային ուղղված ցանկությունները, երազները եւ այլն, ոչ թե ինչ որ մի ընդհանրական մեծ Ադրբեջանի, այլ մեկ անհատի մակարդակով։ Բնավ էլ սա չի նշանակում, որ բոլորը իրար հետ պետք է համաձայնեն, ոչ։ Ես մի օրինակ թույլ տվեք բերեմ Ուկրաինայի համատեքստից 2014 թվական աշխատում էինք երիտասարդների խմբերի հետ ամբողջ երկրից, տարբեր շրջաններից։ Դա 2014 թվականն էր, շատ էր լարվածությունը արևելք, արևմուտք երկրի միջև լարվածությունը շատ էր։ Եվ երբ որ հավաքվեց խումբը, սկզբում ծանոթանում էին, ամեն մեկն իր ակնկալիքներով էր կիսվում եւ հիմնականում ասում էին, որ հույս ունեն կամ ցանկանում են ընդհանուր տեսակետի գալ։
And for me this is also Եվ սա նորից հիշեցնում է խորհրդային ժամանակները, բարեկամություն, ժողովուրդների միջև, ամեն ինչ լավ է, բոլորս նույն տեսակետին ենք, նույն տեսլականը ունենք, բայց դա իրական չէ, դա ազնիվ չէ բնականաբար։ so at the end of the Եվ վերջում քննարկումների խումբը մասնակիցները ասում են, ահա մենք հիմա հասկացանք, թե ինչքան տարբեր ենք, եւ տարբեր լինելով կարող ենք միմյանց փոխլրացնել։ we can complement each other. Այսինքն նրանք միմյանց տեսան որպես անհատ, ամեն մեկին որպես անհատ։ Անհատներ տարբեր կարծիքներով, տարբեր տեսակետներով։ Որպես կանոն կոնֆլիկտից հետո մի կողմը ավելի ուժեղ, մյուս կողմը ավելի թույլ դիրքերում է։ Ոչ բռնի հաղորդակցության պարագայում պետք է հավասարեցնել նրանց դիրքերը եւ ինչպես։ So in Ոչ բռնի հաղորդակցության ժամանակ իհարկե իրականությունը պետք է ընդունել այնպես, ինչպես կա, ներառյալ ուժի հավասարակշռության խախտումները։ Հակամարտության ժամանակ նույնպես կողմերը հավասար չեն լինի։ Եվ թե ոչ բռնի հաղորդակցությունը դիտարկում ենք հակամարտությունների լուծման տեսակետից, այս պարագայում մեկը հաղթում է, մեկը պարտվում է հակամարտությունների ժամանակ։ Դա դասական տեսակետն է հակամարտություններին դիտարկելու, որովհետև հաղթողը նույնպես շատ բան է կորցնում։ Իսկ ոչ բռնի հակամարտության կամ ոչ բռնի անհամաձայնությունների ժամանակ մենք պետք է խոսենք կարիքների մասին։ Սրանք իմ կարևորագույն կարիքներն են, դրանք քո կարևորագույն կարիքներն են, դրանցից շատերը կարող է համընկնեն։ a couple of them are the same. Եվ ոչ բռնի հաղորդակցության շրջանակներում հակամարտությանը մենք անդրադառնում ենք հետևյալ ձևով. Ես ցանկանում եմ, որպեսզի իմ կարիքները բավարարվեն։ Ես չեմ ցանկանում, որպեսզի քո կարիքները մնան չբավարարված։ Հետևաբար պետք է փորձեմ գտնել լուծում, որտեղ իմ կարիքները հնարավորինս կբավարարվեն, բայց քո կարիքներն էլ հնարավորինս կբավարարվեն։ Եվ միգուցե դա իմ նախնական ռազմավարությանը չհամապատասխանի, միգուցե քո նախնական ռազմավարությանը չհամապատասխանի, որտեղ վերջիվերջո պետք է ստեղծարար լինենք, փորձենք մի լուծում գտնենք, որը երկուսիս կարիքներն էլ առավելագույնը կբավարարի։ Հայաստան-Ադրբեջան հակամարտության համատեքստում հեռու ենք դրանից։ Երբ պատերազմից հետո վերքերը թարմ են, ինչ որ մեկը փորձում է առաջին քայլն անել եւ դա անել ոչ բռնի հաղորդակցության լեզվով, նրան հասարակությունը կարող է պիտակավորել դավաճան։ Արդյոք միշտ է այդպես։ Կախված է այդ առաջին քայլից։ Շատ բաներ կա, որ հենց հասարակության ներսում կարելի է անել։ Առանց սահմաններից դուրս գալու միգուցե պարզապես կապը պահեք նմանատիպ մտադրություններ ունեցող մյուս մարդկանց այդ մյուս կողմից։ Եթե վերքը թարմ է, պետք է ժամանակ տալ, որ այն բուժվի։ Եվ հետևաբար նախ եւ առաջ պետք է հոգ տանել վերքերի մասին, միգուցե ավելի ապահով կլինի դա հասարակության ներսում անել, մինչև դուրս կգար արտաքին աշխարհ, որտեղ ուզում ենք, որ բոլորի համար ոչ բռնի լինի։ Մարդիկ բոլորն էլ տարբեր են։ Ոմանք կարող է պատրաստ են երկխոսության թող անեն, եւ հասարակության ներսում դրա մասին խոսելուց կարող է մի քիչ մտածեն, զգուշավոր լինեն ինչպես դա անել։ Որտեղ պետք է նաև հաշվի առնել, որ կողքինի համար սա դեռևս բաց վերք է, շատ ցավոտ է դրա մասին մտածելը։ Հետ հակամարտության, հետ պատերազմային վերքերի բուժումը նույն քանակությամբ արվում է հասարակության ներսում, ինչքան նաև հասարակությունների միջև։ Եվ եթե հաշտեցման գործընթացի մասին ես խոսում կամ մտածում, ապա ես առաջին հերթին կսկսեմ սեփական հասարակությունից։ Հենց կսկսեմ խոսել այն ամբողջ կորուստների ցավի մասին, որը ապրել ենք, որպեսզի մարդիկ ստանան համապատասխան աջակցություն եւ ապրոմակցան եւ կարեկցանք դրանց համար։ Իսկ ով որ պատրաստ է հետաքրքրված է մյուս կողմին հանդիպել, թող բաց լինի։ And only then. Միայն այդ դեպքում։ So in the case of a society with a lot of pain, Սավ ապրած հասարակության պարագայում հասարակությունը կարող է այս աշխատանքը անել անկախ նրանից մյուսը պատրաստ է դրան թե ոչ։ to enter a dialogue or not. Գործողությունը, որը կարելի է անկախ անել։ Այս դեպքում ոչ բռնի հաղորդակցության սկզբունքների տարածումը որտեղից պետք է սկսվի՝ դպրոցից, տնից, ում պարտականությունն է այդ սկզբունքների կիրառելը սովորեցնելը։ So who should Ում աշխատանքն է, ում գործն է տարածել ոչ բռնի հաղորդակցության սկզբունքները։ Կխուսափեմ մատնացույց անել ինչ-որ մի խումբ,
because Որովհետև ցանկացած ոք կարող է սկսել։ Եվ սա գեղեցիկ բանն է, որը ես տեսել եմ դիմակայուն հասարակություններում, երբ որ դու քո սեփական պատասխանատվությամբ ես փորձում լավարկել քո շրջակա միջավայրը։ do what you can there where you are. And Չկա always feel sweet ճիշտ with կամ each սխալ other, կամ so there's ճիշտ no one ելակետ right կամ place սխալ to ելակետ։ start. For example, Օրինակ in Դանիայում Denmark, դպրոցում են children learn սովորում everything դրա in մասին։ school. Իհարկե դա օգտակար է, բայց եթե տանը շատ բռնի է հաղորդակցություն, դա հեռուն չի տանի։ Doesn't really get somewhere. And at the same time, Բայց եթե այդ պրակտիկան երկար ժամանակ շարունակվի, ծնողներն էլ դպրոցում դա սովորեն, երեխաներն էլ ավելի սերնդեսերունդ կփոխանցվի։ around from there. Կարող եք սկսել նաև ծնողներից, վախը, խնամքի, դասընթացների մեջ ինտեգրել, կարող է հենց ծնողները պահանջեն, որ դպրոցում դա լինի, կարող է հասարակության մեջ ինչ-որ շարժում լինի, To integrate it, so it can really come from different. կարող է դա սկսել հենց կառավարությունից, իշխանություններից, եթե նրանք իրենց խոսույթը փոխեն, մենք էլ հասարակությունս կտեսնենք, ասենք, ահա ուրեմն այս երկրում հիմա այսպես պետք է խոսել։ Չկա ճիշտ կամ սխալ ելակետ, ճիշտ ելակետը այն ելակետն է, որտեղ դուք հիմա գտնվում եք։ Այսինքն չկա ոսկե կանոն բոլոր իրավիճակների համար։ So there are no rules because Չկան there are no կանոններ, կան սկզբունքներ։ Եթե սկսենք կանոնների լեզվով խոսել, կրկին կվերադառնանք բռնությանը, եւ չկա կախարդական լուծում։ and there's no magic solution. Եվ հետեւաբար մենք էլ մարդ ենք։ Մարդիկ էլ տարբեր են, մարդիկ փորձում են, սխալվում են, սխալի վրա սովորում են, հաջորդ անգամ միգուցե ավելի լավ անեն։ Մաշա Ռոզենբերգն էլ ասել է, որ իրականում ոչ թե մենք փորձում ենք անթերի դառնալ, այլ փորձում ենք առաջ խաղալ, զարգանալ եւ պակաս հիմար դառնալ։ Become progressively less stupid. Եվ թերևս վերջին հարցը, ո՞րն է լռության եւ հաղորդակցության սահմանը։ Ասում են, որ լռությունը ոսկի է։ Կան իրավիճակներ, որ ավելի լավ է չխոսել, այլ լռել։ Հանուն ոչ բռնի հաղորդակցության։ So in nonviolent communication we don't need to necessarily talk. Իրականում I can ոչ բռնի հաղորդակցության շրջանակներում պարտադիր չէ խոսել։ listening with Երբեմն կարելի է պարզապես լսել, երբեմն կարելի է լսել, հասկանալ մյուսների կարիքները եւ համապատասխանաբար ապրումակցել մյուսին։ Եվ երբեմն ինչ որ խոսելիս նույնը լռության պարագայում կա բռնի լռություն եւ ոչ բռնի լռություն։ Եթե ես լռում եմ, որովհետեւ մտածում, եթե ես այս բանը ասեմ, իմ վրա կծիծաղեն, այս ինչ հիմար միտք է, ես եւի չասեմ, անհատար իրավիճակում չհայտնվեմ, դա էլ է բռնություն, ես բռնի եմ լռում։ Եթե ինչ որ մեկ ինչ որ բան է պատմում, ես լուր լսում եմ եւ մտքումս մտածում եմ, այս մարդը ինչ որ զգացողություններ է ունեցել, ինչ որ իրավիճակի միջով է անցել, հավանաբար աջակցության կարիք ունի, ոչ բռնի մտքեր են իմ գլխում գալիս, դա էլ նույն ոչ բռնի լռությունն է, այսինքն թե լռությունը, թե խոսելը կարող է լինել բռնի եւ ոչ բռնի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, կցանկանայիք ինչ-որ բան ավելացնել։ I would like Ընդհանրապես to խրախուսում եմ բոլորին պարզապես փորձեք։ Սկսեք փոքր քայլերից, մի վախեցեք սխալվել, բոլորս էլ սխալվում ենք։ yourself. If you mess up, we all mess up. Եվս մեկ կարևոր տեղեկատվություն այս թեմայով հետաքրքրվողների համար Հանրային լրագրության ակումբը հրատարակել է գրքույկ ոչ բռնի հաղորդակցություն վերնագրով, բոլոր ցանկացողները այն կարող են ձեռք բերել Հանրային լրագրության ակումբից։